34 տարի առաջ այս օրը Մարտակերտ շրջանի Մարաղագյուղում տեղի ունեցավ ցեղասպանություն, շատերն ասում են ջարդ, բայց ես անվանում եմ ցեղասպանություն, ինչու, որտեղ դա Ադրբեջանի կողմից հերթական ցեղասպան գործողություններն էր հայ ժողովրդի նկատմամբ։ Մեր կենտրոնի համար, Մարդու իրավունքների ցեղասպանագիտության կենտրոնի համար առաջնահերթությունն է այս թեման, որ մենք բարձրաձայնենք, իրազեկենք մեր հանրությանը եւ ամենակարևորը մեր հայրենակիցների ձայնը լսելի դարձնենք։ Եվ նման միջոցառումները եւս մեկ անգամ ապացույց են այն բանի, որ մենք հիշում ենք, պահանջում ենք եւ նաեւ հիշեցնում ենք, անկախ մեր ծագումից։ Ինձ շատ հաճախ ասում են, դու Մարաղայից ես, որ Մարաղայի ցեղասպանության մասին ես խոսում կամ բարձրաձայնում ես։ Ես միշտ պատասխանում եմ, որ ոչ, ես Մարաղայից չեմ ծագումով, բայց ես հայ եմ, ով մտահոգ է յուրաքանչյուր հայի կյանքի համար եւ ես ուզում եմ, որ մենք իրազեկենք մեր հանրությանը։ Պատմությունը մեզ հուշում է մի անժխտելի ճշմարտություն։ Նրանք, ովքեր անցյալը մոռանում են, դատապարտված են այն կրկնելու։ Ցավոք սրտի Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունը դրա այս խոսքերի վառ վկայությունն է։ Մենք այո պետք է հիշենք, մենք այո պետք է խոսենք, այո պետք է անմեղ զոհերի մասին խոսել եւ հիշեցնել, որտեւ ինչպես յուրաքանչյուր ոգ, նրանք նույնպես ունեն արժանապատվություն։